Բարև ձեզ։ Ռեգիոն հետազոտական կենտրոնը հրապարակել է «Միշտ կապի մեջ Հայաստանը եւ 2026-ի ընտրությունները» խորագրով հետազոտության մի մասի վիճակագրական տվյալների արդյունքները։ Կենտրոնը հետազոտել է հայաստանյան լրատվամիջոցների եւ 2026 թվականի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի Facebook-յան պաշտոնական էջերը։ Այսօր մեր հյուրը ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք վերնագրից կամ խորագրից «Միշտ կապի մեջ Հայաստանը» ասելով նկատի ունեք, որ այդպես նոր տեխնոլոգիաները, մեդիան եւ նոր հարթակները Հայաստանը միշտ դարձնում են կապի մեջ։ Այո, հենց դա էլ նկատի եմ ունեցել, նաեւ այն առումով, որ բոլոր քաղաքական ուժերը, ղեկավարները միշտ կապի մեջ կարող են լինել բնակչության հետ, նաև սոցցանցերի միջոցով, եթե դուք նկատել եք, անգամ մարդիկ, որոնք այսօր շփվում են իրար հետ, հրաժեշտ չեն տալիս, հաջորդ օրը առանց բարևի շարունակում են իրենց զրույցը, տպավորությունը, որ մարդիկ միշտ կապի մեջ են, եւ այս սոցիալական վարքագծի վրա է ազդել։ Այո, սոցիալական վարքագծի վրա է ազդել սոցցանցեր եւ ընդհանրապես տեխնոլոգիաների զարգացումը եւ Հայաստանն էլ այն երկրներից է, որ ըստ էության այդ միշտ կապի մեջ երկրների շարքում է, միշտ կապի մեջ ինչպես ներքին բնակչության շրջանում ներհայաստանյան իրողությունների առումով, այնպես էլ դրսի աշխարհի հետ ըստ էության հիմա շատ հեշտ է շփվել աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ, հարցազրույցներ անել, իմանալ այնտեղ տեղի ունեցող իրավիճակի մասին, տեսանյութերը տեղում լինելու զգացողություն են առաջացնում, պատերազմներ են ընթանում, ուղիղ եթերով կարելի է ասել, այնպես որ այո, Հայաստանն էլ միշտ կապի մեջ է։ Վերադառնանք, այսինքն դառնանք վիճակագրական տվյալներին եւ հետազոտության արդյունքներին։ Դրանք իհարկե թվային առումով հրապարակված են եւ հետաքրքրված մարդիկ կարող են առանձին ուսումնասիրել։ Ինձ հետաքրքիր է առաջին հերթին, թե ինչ բովանդակություն է ունեցել 2026 թվականի քարոզարշավը եւ կարող ենք համեմատել նախորդ ընտրությունների բովանդակության հետ։ Այսինքն քարոզարշավը առարկայորեն դա նույն Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի պայքարն է իշխանության համար, բայց բովանդակությունները կարծում եմ փոխվում են։ Այո, հաստատ փոխվում են եւ մենք նույնիսկ այս հետազոտությունը սկսելուց առաջ համեմատություն էինք արել նախորդ երկու քարոզարշավների գլխավոր թեմաները, թե ինչի մասին են եղել այդ քարոզարշավները եւ ընտրությունները ընդհանրապես եւ օրինակ յուրաքանչյուր ընտրություն դատելով այն բանից, թե կոնկրետ հիմնականում ինչի մասին է խոսում մրցակից ուժերը, մեդիան, ընդհանրապես քարոզարշավի ամբողջ խճանկարը ձևավորող դերակատարներ, անգամ սովորական քաղաքացիները, որոնք եւ սոցցանցերում են գրում, եւ տարբեր մեդիա նյութերի տակ են գրում, եւ արտահայտվում են քաղաքական ուժերի Facebook-յան էջերի նյութերի տակ, այս բոլորի այս կատարմամբ այնուամենայնիվ ձևավորվում են առաջ մղվող ավելի շատ ինտենսիվ շեշտվող թեմաներ մյուսների համեմատ, որոնք միշտ չի որ համընկնում են, ասենք կոնկրետ այդ ժամանակահատվածի համար, այդ հանրության համար կարևորագույն խնդիրների առաջնահերթության հետ հերթականության հետ միշտ չի որ համընկնում։ Այսինքն ստացվում է, որ այդ տվյալ ժամանակաշրջանում հանրության իսկապես հուզող խնդիրները մի շարք լինեն, բայց քարոզարշավի ընթացքում արծարծված թեմաները ուրիշ շարք լինեն։ Այո, եւ այս օրինակ դա մի քիչ անորմալ չէ, որովհետեւ հենց քարոզարշավների ընթացքում է, որ մարդիկ բարձրացնում են եւ քաղաքական մրցակից ուժերը նույնպես պիտի բարձրացնեն մարդկանց հուզող թեմաները, էական թեմաները։ Եթե մենք վերցնում ենք ամբողջության մեջ եւ ասենք խոսում ենք վերջնական միագումար
տվյալների մասին, այդ հանրագումարները ընդհանուր տպավորությունը, որ կարող է ստանալ մարդիկ, կարող է ամենևին չհամընկնել։ Իհարկե մրցապայքարում լինում են ուժեր, որոնք որ հենց ցավոտ զգայուն խնդիրները շեշտադրումով են առաջ մղում իրենց ընտրապայքարը եւ քարոզարշավը, մյուսները կարող են օրինակ շեշտադրում անել իրենց արած եւ իրենց հասած հաջողությունների վրա, որոնք որ միշտ խոսենք, որ հասկանալի լինի։ Այս ընտրաշավը սկսելուց առաջ ոչ ոք նախապես չի ասել, որ ընտրակաշառքի խնդիրը շատ կարևոր է Հայաստանի համար եւ սկսեն այդ թեմայով շատ նյութեր հրապարակել եւ այլն, որովհետեւ ընտրակաշառքը, որ հաղթահարվել է որպես այդպիսին, այս մայիսին հայտարարվել է 21 թվականի ընտրություններից անմիջապես հետո, որովհետեւ այս մասին ընդհանրապես չէին խոսում։ 17 օրինակ թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառքի թեմայով խոսում էին, ասում էին, եթե չեք կարող չվերցնել ընտրակաշառք, ապա վերցրեք եւ քվեարկեք ազատ կամքով։ Ուրեմն, բայց այնուամենայնիվ այս օրինակ այս քարոզարշավի ընթացքում երկրում որտեղ որ պաշտոնապես հայտարարվել էր, որ ընտրակաշառքի թեման այլևս անվերադարձ ետևում է մնացել, սկսվեց ընտրակաշառքի թեման շատ ակտիվորեն առաջ մղվել։ Որ ուժներ հիմնականում առաջ մղում այդ թեման։ Դա սկսվեց նախքան եւ ընդհանրապես նախքան քարոզարշավի եւ ավելի ակտիվ նախընտրական գործընթացը, դա սկսվեց տարեսկզբից, դա սկսվեց, ասենք, այն բանից հետո, երբ որ մի քանի ուժեր հայտարարեցին, որ նրանք մասնակցելու են ընտրություններին, դրանք կապվեցին ռուսաստանյան ազդեցությունների հետ, հետո խոսվեց այն մասին, որ կաշառք է գալու Հայաստան, գումարներ են մտնելու Հայաստան եւ գագաթնակետին իհարկե հասավ այս թեման քարոզարշավի ժամանակ, երբ որ անընդհատ հայտարարվում էր այս ուժի կամ այն ուժի շրջանում այս իրավական խախտումների մասին, այսքան մարդ բռնվեց, այսքան մարդու նկատմամբ իրավական գործեր հարուցվեցին եւ այլն։ Այնպես որ հիմնականում քաղաքացիական պայմանագիրներ այդ թեման տակ պահում։ Այո, իհարկե, քաղաքացիական պայմանագիրներ այդ թեման տակ պահում, այն իմաստով եւ իհարկե պետական ուժային կառույցները։ Այնուամենայնիվ այնպես է ստացվել, որ այս ընտրությունների շատ կարևոր թեմաներից մեկն էր ընտրակաշառքը եւ ընտրախախտումները, եւ դա նաեւ գործիք էր մրցակից ուժերի դեմ պայքարելու, եւ ես կարծում եմ, որ ոչ այնքան ընտրակաշառքն էր իրականում որպես երևույթ գետնի վրա տեղի ունենում, որքան այդ մասին խոսակցությունները։ Հիմա ես ուղղակի ուզում եմ նաև ասել, որ այն ինչի մասին ես ասում եմ, դա վերբալ մակարդակների մասին է, տպավորությունների մասին է, որոնք ձևավորվում են, ասենք, տեքստեր ու բովանդակություններ։ Ինչպես օրինակ հիբրիդային պատերազմի թեման։ Հիբրիդային պատերազմի թեման, այո, մենք էլ ենք հետազոտել այդ թեման, դա կոչվում էր արտաքին միջամտություն, սովորաբար հիբրիդային պատերազմ ասելով ընկալվում է Ռուսաստանի միջամտությունը, իհարկե այդ արտաքին միջամտության այդ թեման տեղավորվել էր պրոռուսականության եւ հակառուսականության, Հայաստանի ապագաղութացման եւ ազատականացման, ինքնիշխանության կորստի, թե չգիտեմ ինչ գավառի վերածվելու այդ երկընտրանքների եւ այս թեզը ամբողջ քարոզարշավի ժամանակ առաջ էր մղվում, անգամ մրցակից ուժերից մեկը Ուժեղ Հայաստանի ղեկավարին պատահական չէր, որ անվանվում էր ՔՊ-ի ներկայացուցիչները իրենց առաջնորդի գլխավորությամբ եւ մի քանի ուրիշ նաեւ կուսակցական ֆունկցիոներներ ուրիշ կուսակցություններից անվանում էին կալուգացի օլիգարխ, որովհետեւ նաեւ որ դրանով ուզում էին ընդգծել, որ լավագույն դեպքում Հայաստանը այս
ուժի ընտրելու դեպքում վերահսկվելու կալուգայի նման մի բանի գավառի, որը բացարձակ նշանակություն չի ունենալու միջազգային ասպարեզում։ Այստեղ խորքային բաներ կային, գծեր կային, որոնք ազդեցություններ պիտի որ գործեին մարդկանց ընտրության գնալու վրա։ Սովորաբար իդեալում քարոզարշավը ծրագրերի եւ գաղափարների պայքար է, բայց հենց միայն ձեր բերած օրինակի վրա կարող ենք արձանագրել, որ գոնե մեդիայում արտացոլված, իսկ մեդիան ավելի շատ արձանագրում է։ Սեփական կոնտենտ չի ստեղծում, հատկապես քարոզարշավի ընթացքում, ինչ որ մենք տեսնում ենք մեդիայում կամ Facebook-յան էջերում, քարոզարշավին մասնակցող մրցակից ուժերի, ուրեմն հենց դա էլ իրականում կա։ Ստացվում է, որ ավելի շատ դա ոչ թե ծրագրերի, գաղափարների պայքար էր, այլ անձերի դեմ կռիվ։ Ես երկու մասի կբաժանեի այս հարցի պատասխանը, առաջինը, որ ես կուզեի շատ ընդգծել, որ այն տվյալները, որը հիմա ձեր էկրանին է ցուցադրվում եւ որ մենք արել ենք, ստացել ենք, դրանք վերաբերում են մասնագիտորեն բարձր մակարդակներ զբաղեցրած ԶԼՄ-ներին եւ կան, բայց այնուամենայնիվ Հայաստանում ԶԼՄ-ներ, որոնք իրենք էլ են ձևավորում որոշ կարծիքներ իրենց լսարանների համար եւ դրանք այն մեդիաներն են, որոնք ակնհայտ պրոիշխանական, հակաիշխանական այս կամ այն կոնկրետ ընդդիմադիր թևին հարելու նյութեր են բանանում եւ ակնհայտորեն իրենց գծերն են առաջ մղում։ Այս դեպքում ես այդպես չէի ասի, որ մեդիան հենց ձեր ասած, որ մեդիան ինքը չի ձևավորում, աշխատում է չձևավորել, այո, իսկապես դա վերաբերում է այս լրատվամիջոցներին, որոնք որ անգամ իրենց քաղաքական նախապատվությունները ուրիշների միջոցով են ցույց տալիս, այսինքն հրապարակում են այն սոցցանցային նյութերը, որոնք որ իրենց համար կարևոր են եւ որոնց հետ իրենք համաձայն են, բերում են արտաքին այնպիսի դերակատարների խոսքը իրենց հարթակներ, ում հետ նրանք համաձայն են, օրինակ Սպուտնիկ Արմենիայի դեպքում ամենից շատ արտասահմանյան խոսացողները դրանք Ռուսաստանի ներկայացուցիչներն են եղել եւ դա զարմանալի չի, որտեղ Սպուտնիկ Արմենիան դա ռուսաստանյան լրատվամիջոց է, որը Հայաստանում է գործում եւ հայալեզու բովանդակություններ է շաբանանում, տարածում Հայաստանի տարածքում։ Իսկ օրինակ Ազատությունը, որ էլի արտասահմանյան լրատվամիջոց է։ Ազատությունը, այո, ազատության դեպքում ակնհայտ հակաիշխանական գիծը զգացվում էր, բայց էլի շատ մասնագիտական բարձր մակարդակով իրականացված, ազատությունը ինքը իր բերանով շատ քիչ անգամ է ընդհանրապես իր լրագրողների բերանով, լրագրողների մեկնաբանություններով շատ քիչ անգամ է ցուցադրում այդ սխալները եւ նա ցուցադրում է այն մարդկանց կատարմամբ, ովքեր որ մոտավորապես նույն կարծիքին են ինչ որ այս կամ այն տարբեր հարցերում, բայց օրինակ եթե դուք նկատի եք առնում ազատության դեմ, ասենք տարբեր Facebook-յան հարթակներում ելույթները տարբեր օգտատերերի, այդ թվում եւ իշխանության ներկայացուցիչների։ Այո, որովհետեւ քարոզարշավի ընթացքում արշավ սկսվեց նաեւ լրատվամիջոցների դեմ, այդպես կարելի է։ Այո, արշավը սկսվեց, կարծեմ այն առումով, որ ինչու դուք չեք գրում այս թեմայով, ինչու չեք ընդգծում կոնկրետ այս գիծը եւ խոսում եք միայն այն գծի մասին, նախ պետք է ասեմ, որ եթե խոսում ենք խոսքի ազատության մասին, ապա որևէ մեկը իրավունք չունի ուղղորդելու հատկապես պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։ Այո, որևէ մի լրատվամիջոցի ինչպես գրել, ինչի մասին գրել, ինչի մասին չգրել եւ այլն։ Լրատվամիջոցների ընդհանրապես գնահատման, գոնե մեզ համար գնահատման չափանիշը դա օբյեկտիվությունն է,
կամ էլ ասելիքը շատ կոռեկտ ներկայացնելը, այլ ոչ թե հայհոյախառն կամ մանիպուլյացիոն բաներով, գծերով, մանիպուլյացիաներ կարելի է անել տարբեր միջոցներով, շատ գրեհիկ միջոցով, սենց կոպիտ ճակատային եւ կարելի է անել շատ նուրբ մանիպուլյացիաներ, որոնք որ էլի ազդեցություն կարող են ունենալ լսարանների վրա։ Ազատության դեպքում ուզում եմ ասել, որ ազատությունը միշտ է եղել իշխանությունների կարգի հրավիրելու, թափանցիկություն պահանջելու, պարկեշտ լինելու եւ ընդհանրապես ժողովրդավարական նորմերին հետևելու այդ պահանջով եւ այդ դիրքորոշումից դեռևս խորհրդային տարիներից ի վերջո սովետական իշխանության դեմ ազատության ելույթները կապված էին նրա հետ, որ սրանք ռեպրեսիվ բռնատիրական իշխանություններ են եղել։ Ազատությունը եղել է քննադատական վերաբերմունք եւ Հայաստանի նախորդ իշխանություններին, բոլոր այն իշխանությունները, որոնք եղել են Հայաստանի գլխին, դրանք բոլորը ինչպես որ հետաքննական լրագրության դեպքում կարևոր չի ով է իշխում, կարևոր է որ նման հանցագործություններ, թերություններ եւ այլն իշխանությունները չունենան։ Եվ ես կարծում եմ, որ հակառակը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել նման մեդիայի նյութերի վրա, քան մեծ ուշադրություն նկատի ունեմ ինքնակատարելագործման սխալները ճշտելու, ուրիշի կարծիք լսելու, որովհետև այն ինֆորմացիոն պղպջակը, որի մեջ հայտնվում են իշխանությունները, միգուցե առաջին ժամկետի ընթացքում դեռ ոչ, բայց երկրորդ եւ առավել եւս երրորդ ժամկետի ընթացքում դա շատ վտանգավոր է հենց իրենց իշխանությունների համար։ Շատ լավ, վերադառնանք թեմաներին, ինչի մասին էր 2026 թվականի քարոզարշավը։ Ձեր կարծիքով, օրինակ, եթե մենք միասին հիմա փորձենք անդրադարձ կատարել 2021-ին, ապա կարող ենք ասել, որ այն ժամանակ դեռևս հիմնական թեման անվտանգությունը, Արցախը, նույնիսկ Արցախի որոշ շրջանների դեօկուպացիան էր հնչում, այսինքն շատ լուրջ հիմնական առանցքային խնդիրները, որ մեր հասարակությունում կային, նախընտրական այդ ավելի շատ քարոզարշավի ընթացքում արտահայտվում էին։ Այլ բան է, որ դրանք գրեթե ամբողջապես չիրականացան, բայց բուն քարոզարշավը գոնե արտահայտում էր էական խնդիրները, որ այդ պահին ուներ մեր հասարակությունը։ 2026 թվականին, երբ թվում է, որ ավելի է սրվել այդ հարցը, հենց միայն այն պատճառով, որ Արցախը վերջնականապես կորստյան է մատնվել, որ մենք ունենք բռնի տեղահանված 100,000-ավոր հայրենակիցներ, իրավունքի տոտալ խախտումներ մեր նկատմամբ, ապա այդ իրավունքների վերականգնման մասին թեման թվում էր, թե պիտի գերակայի 2026 թվականի քարոզարշավում նախընտրական այդ թեմաների մեջ, բայց եթե նայում ենք ձեր հետազոտությունը, ապա դա այդպես չէ։ Եվ այլ թեմաներ են ավելի, ինչպես ասում եք, էականացվել։ Ես չգիտեմ որքանով են էական իրականում, բայց էականացվել են, կարևորվել, առաջ են բերվել եւ գերազանցել են իրավունքների, անվտանգության, պատերազմի եւ այլնի խնդիրներին ու վերականգնմանը, պետության վերականգնմանը։ Դա կապված է նաև մեթոդաբանության հետ, թե կոնկրետ ինչ կարգի ուղերձներ ես դու որ թեմայի տակ խմբավորում հետազոտության ժամանակ։ Ձեր ասած, ասենք օրինակ Արցախահայերի խնդիրների մենք թեմա ունեինք, որոնք որ վերաբերվում են բոլոր այն նյութերը, որոնք Հայաստանում Արցախահայերի Հայաստանում գտնվելու ժամանակահատվածին եւ այս խնդիրներին էին վերաբերում, եւ մենք ունեինք Ղարաբաղյան հակամարտության թեմա, որ մենք սահմանել էինք ամեն ինչ Ղարաբաղյան հակամարտության մասին, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին մինչև 25 թվականի օգոստոսի 8-ը, այսինքն մինչև նախաստորագրումը, երբ որ դրանից հետո հայտարարվեց, որ այլևս խաղաղություն է եկել մեր դռները եւ հասել եւ այլևս Ղարաբաղյան հակամարտությունը փակված է համարվում եւ այլն։ Մենք սահմանել ենք այդ երկու մեր հետազոտությանը, բայց միևնույն է
նույնիսկ այս բաժանման դեպքում այս երկու թեմաները շատ ստորին հատվածներում են գտնվում։ Գերիների թեման, որը որ ոչ մի ժամանակահատվածով, ոչ մի իրադարձության բերումով, ասենք, մենք չէինք կարող ասել գերիների թեման մինչև այս ընթացքը եւ հետո սրանից հետո, միևնույնն է շատ քիչ անգամ է ընդհանրապես այս մասին խոսվել առարկայորեն քարոզարշավի ժամանակ։ Գերիների թեման ավելի շատ որպես հակառակ իշխանություններին քննադատելու մի արտահայտություն է օգտագործվել, քան օրինակ ինչ որ ավելի առարկայական բացատրություններ, ինչու է այդպես, կամ գուցե նախընտրական խոստումներ եղել են ուժեղ Հայաստանի առաջնորդի կողմից, որ իշխանության գալու դեպքում իրենց միջազգային կապերը եւ իր հնարավորությունները ներդնելու է, որպեսզի գերիներին բոլորին վերադարձնի Հայաստան։ Նման խոստումներ եղել են եւ ոչ մեկ անգամ։ Շատ կարեւոր էր օրինակ արտաքին միջամտության թեման, հենց ուք որ ասում եք հիբրիդային, այս մասին շատերը խոսում էին, եղավ ԵՄ-ի խոստումները, արտաքին միջամտությունը, այո, ԵՄ-ի արտաքին միջամտությունը, որը որ այդպես գնահատեցին եւ այդպես սահմանեցին բոլոր նրանք, ում որ մեղադրում էին արտաքին միջամտության կամուրջներ Հայաստանում որպես աշխատելու հիբրիդային բաներ, տրանսֆորմերներ, այսպես ասենք, Հայաստանում, շատ զվարճալի էր այդ իմաստով այս բաները, տերմինոլոգիան, բաները, սահմանումները, էլ քառագլուխ, բազմագլուխ, տարբեր կուսակցություններ, ինչ որ հրեշների դեմ պատերազմ եւ այլն։ Հետաքրքիր է օրինակ նորաստեղծ կուսակցության քարոզարշավը, որը ուղղակի բեմականացնում էր այդ ամեն ինչը եւ շատ հետաքրքիր ձևակերպումներով իսկապես շատ դիպուկ բաներ էր ասում, որ քարոզարշավը դա ջուր ծեծելու նման բան է, ընդհանրապես խոստումներ են, կամ մեկը մյուսի դեմ ցեղ շպրտելու բան, իրականում այդպես էր, բայց ցավոք օրինակ այդ կուսակցության հենց ամբողջ բանը դրանով էլ ավարտվեց, այդ բեմականացման այդ բանով, ցավոք սրտի, որովհետև դա նոր կոնե ուժեր, նոր ինչ որ արյուն էր այս քաղաքական երակներով, որ պիտի հոսեր Հայաստանի, հուսով եմ, որ այս կուսակցությունը միգուցե հզորանա եւ կարողանա ինչ որ գումարներ եւ հզորություններ, ռեսուրսներ ունենալ ավելի լուրջ պայքարի համար, որովհետև միայն թատերական բաներով բեմականացնելով, անգամ բոլոր նրանց, ովքեր որ դեմ էին բոլորին, ոտքի հանել հնարավոր չէր, պոստ-տրավմատիկ հասարակությանը միայն բեմականացրած բաներով հնարավոր չի ոտքի կանգնացնել։ Ձեր հետազոտության մեջ ում մասին է եղել քարոզարշավը, ում մասին է ընթացել քարոզարշավը, գլխում նշում եք որպես մեթոդ, պայմանական, խորհրդանշական առումով մինուս նշանը, այսինքն մինուս նշանով է մրցակցային պայքարը գնացել, դա նշանակում է մինուս նշանը, երբ մրցակիցները ոչ թե յուրաքանչյուրը խոսում է իր առավելության, իր կարողության, իր խոստման մասին, այլ վարկաբեկում է դիմացինին, քնիչեցնում է մրցակցին։ Դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, թե Չէ, իրականում մենք դիտարկել ենք բոլոր 3 նշանային բաները, չեզոք արտահայտություններ, որոնք իմաստաբանական բառացի որևէ ոչ դրական, ոչ բացասական նկարագրություններ հիշատակում են որևէ մեկի մասին, դրական, որոնք որ միանշանակ դրական գնահատականներ են եւ բացասական, որոնք որ հակաքարոզչական եւ դիմացինին քննադատելու բառացիորեն դա ձևակերպելով բան է, միջոց է եւ մեր արդյունքներով այո եղել են բոլոր կուսակցություններն
ստանալ, միաժամանակ եւ դրական նշաններով են խոսել, հիշատակումներով են խոսել ուրիշների մասին եւ բացասական եւ չեզոք, բայց դե իհարկե քարոզարշավ է բոլոր դրական գնահատականների 99.9%-ը դա վերաբերվել է սեփական ուժին, այսինքն դա ինքնակառուցություն է, այլապես չէր էլ կարող լինել, դա շատ բնական երևույթ է, բայց իհարկե եղել են նաև կուսակցություններ, դրանք փոքր կուսակցություններ են, որոնք դրական խոսել են այլ փոքր կուսակցությունների մասին, օրինակ վերջին բանավեճը ամսի 4-ի հմեկով կային մի շարք կուսակցության ներկայացուցիչներ, որոնք մասնակցել էին եւ ուրիշ փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին մասին գրում էին, որ նա հաղթեց Նիկոլ Փաշինյանին այս բանավիճում, Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում պատասխաններ տալ, նրա պատասխանները անընդհատ կրկնվում էին եւ այլն եւ այլն։ Սա ակնհայտ դրական գնահատական է համարվում, որը բառացի ձևակերպված է։ Եվ այս առումով այո, ցավոք բացասական նշանով հիշատակումները ուրիշների եւ մրցակից ուժերների էապես ավելի շատ են եղել, քան անգամ չեզոքը եւ դրա հիմքով մենք միանշանակ առանց խավելու կարող ենք ասել, որ այս քարոզչությունը հակաքարոզչության վրա է կառուցված եղել։ Ով է առաջատար հակաքարոզչության։ Հստակ հասցեական հակաքարոզչություն է եղել, այսինքն չեն ասել ընդդիմությունը, քաղաքական ուժերը, այլ կոնկրետ ուժերի անուններ են տվել, կոնկրետ առաջնորդների անուններ են տվել եւ այլն։ Եվ ով է բոլորից շատ հակաքարոզչությամբ զբաղվել եւ ում մասին են բոլորից շատ բացասական նշաններով խոսել, երկու դեպքում էլ դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորից շատ բացասական գնահատականներ, բոլորի դերակատար, բոլորի կատարմամբ եւ քաղաքական ուժերի, եւ լրագրողների, եւ փորձագիտական համայնքի, եւ սովորական քաղաքացիների, բոլորը ովքեր որ մեդիայում, ում խոսքը որ մեդիայում հնչել է կամ բերվել է մեդիա դաշտ, մեր հետազոտված այդ ԶԼՄ-ների հարթակներում, բոլոր այս դեպքերում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ստացել եւ ինքն էլ բոլորից շատ, այսինքն դաժան ըստ էության մրցապայքար է ընթացել վերբալ մակարդակում եւ մենք դրա բաները տեսել ենք, նույնիսկ մարդիկ չէին ալարում այդ օրվա մրցակցի, ասենք ուրիշ բնակավայրում ասված խոսքին անմիջապես 2 ժամ հետո բան էին անում, արձագանքում էին երկրի բոլորովին ուրիշ ծայրում գտնվելիս եւ հայտարարություններ անելիս։ Ինչ է սա, եթե ոչ միշտ կապի մեջ Հայաստանի եւս մեկ դրսևորում։ Իսկ որևէ ձևով ձեր հետազոտություններից հնարավոր է դուրս բերել ատելության խոսքի չափաբաժինը, որ կան ճաշակեցինք։ Այո, իհարկե կան նման մեթոդներ, բայց մենք ի սկզբանե որոշել էինք կանգ չառնել այդ հենց այդ սանդղակի վրա, որովհետև ճիշտն ասած նախ նման չափումներ ուրիշ կազմակերպություններ, ես գիտեմ, որ ծրագիրներ կային, որոնք որ հենց այս խնդիրներով էին զբաղվում, արտաքին միջամտության խնդիրներով, ատելության խոսքի չափումներով եւ այլն, եւ մենք որոշեցինք ուղղակի չկրկնվել եւ հետազոտել ընդհանրապես բացասական երանգավորմամբ հակաքարոզչությունը, որտեղ ատելության խոսքը չի միայն հակաքարոզչությունը, հակաքարոզչությունը տարբեր մանիպուլյացիոն միջոցներ են, հակաքարոզչությունը դիմացինի չարածների մասին խոսելը, որը կարող է օբյեկտիվ իրականության հետ համընկնել, իհարկե, բայց միևնույն է, դա հակաքարոզչություն է։ Եթե դու չարած բանի մասին չես խոսում, սա էլ կարող է քարոզչություն համարվել հոգուտ այն ուժի, որը այդ բանը չի արել, բայց պիտի որ աներ։ Հիմա ես բարդ երևի բաներով եմ, սխեմաներով եմ բացատրում, բայց այնուամենայնիվ մենք որոշել ենք եւ բացի դրանից դա մեր մեթոդաբանությունն է շատ երկար տարիներ։ Մենք այս մեթոդաբանությունն օգտագործում ենք 12 թվականից սկսած, երբ առաջին անգամ սկսեցինք Facebook-ը հետազոտել որպես
ընտրական գործընթացների ժամանակ քաղաքական պայքարի կարևոր գործիք։ Վերջին հարցը, դուք նշում եք, որ հետազոտել եք քաղաքական ուժերի պաշտոնական Facebook-յան էջերը, իսկ հետազոտել եք արդյոք այն Facebook-յան այն էջերը, որոնք պաշտոնապես այդ քաղաքական ուժերինը չէին, բայց գործարկվել էին եւ ուղղակի աշխատում էին այդ ուժերի համար։ Դրանք ճիշտն ասած շատ դժվար ապացուցելի հանգամանքներ են, երբ որ խոսվում է այն մասին, թե այս էջերը բացվել են կոնկրետ այս քաղաքական ուժի կողմից, խոսքը կողմնակի, ասենք կուսակցության կողմնակիցների կամ խմբերի մասին չի, որոնք որ այդպես էլ գրվում են Facebook-ում կան բազմաթիվ պրո, ասենք թե խոսքը ծպտյալ, ինկոգնիտո աշխատող ուժերի Խնդիրը այն է, որ դա մոտավորապես ԱԱԾ-ի մակարդակի հնարավորություններ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս այդ բաներով, տեխնոլոգիաներով, գծերով գնալ եւ այլն։ Մեր խնդիրը վերբալ բովանդակությունների հետազոտություններ եւ մենք լավագույն դեպքում կարող էինք, եթե հետազոտայինք նման էջեր, մենք կարող էինք ասել, որ սրանք ակնհայտ հակաիշխանական բովանդակություններ եւ ուղերձներ են շրջանառում, իսկ սրանք պրոիշխանական, բայց պատկանելությունը օրինակ դրանք ԶԼՄ-ներ չեն, որոնք որ այնուամենայնիվ ինչ որ գրանցումով պետռեգիստրում հնարավոր է հետաքննության միջոցով կապերի վերականգնման, հետազոտման արդյունքում հնարավոր է ասել, թե որ հիմնադիրը կոնկրետ ում ուժի հետ ունի անմիջական կապ եւ հետեւաբար սա կարող է լինել դրա ուրեմն մեդիան։ Մենք Հայաստանում ունենք ինստիտուցիոնալ ԶԼՄ-ներ, որոնք ակնհայտ, ասենք, ընդդիմադիր կեցվածք ունեն, բայց այնուամենայնիվ, որոնք չեն հաստատում կամ շատ վատ են վերաբերվում են հանգամանքին այն պնդմանը, որ իրենք հակաիշխանական ուժեր են ընդդիմադիր այս կամ այն ուժին հարող։ Ես կարծում եմ, որ սա էլ մի խնդիր է ընդհանրապես մեդիա դաշտում, որը որ պետք է լուծվի։ Ես կարծում եմ, որ նորմալ է, երբ որ այս կամ այն ԶԼՄ-ն արտահայտում է իր քաղաքական նախապատվությունը այս կամ այն ուժի նկատմամբ, ցավոք այդ նախապատվությունները գաղափարական հենքով չեն, մենք չունենք, ասենք, գաղափարական սոցիալ-դեմոկրատների լրատվամիջոց կամ աչերի բացի դաշնակցությունից եւ մի շարք ավանդական ուժերից, որոնք տասնամյակներով 100 տարուց ավելի գործող կուսակցություններ են եւ ունեն իրենց գաղափարախոսությունը եւ այլն, բոլոր վերջին տարիների կուսակցությունները դրանք շատ քիչ բանի երանգավորումներով գաղափարական իմաստով կուսակցություններ են եւ ես կարծում եմ այս խառնաշփոթն ու այս մոլորվածությունն էլ ընտրազանգվածի դրա հետ է կապված եւ մեդիան էլ ըստ էության գաղափարների ետևից չի գնում ցավոք սրտի, մեր մեդիան էլ գնում է իրավիճակները անմիջապես շտկելու ուղղությամբ։ Եվ դա մի առանձին երևի մասնագիտական քննարկման թեմա է, թե ինչու ենք մենք սկսել մեր բառապաշարում շատ ենք լսում ընդդիմադիր մեդիա, իշխանամետ մեդիա, եւ մեդիան ինչպես կարող է լինել ընդդիմադիր կամ իշխանամետ, այսինքն դասական ավելի ինստիտուցիոնալ մեդիայի մասին ենք խոսում, չի կարող լինել ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ։ Մեդիան օրինակ արտա եվրոպական երկրներում նորմա է կուսակցական մեդիաները, որոնք որ այնքան են կարողանում եւ նրբորեն առաջ տանել իրենց կուսակցությունների գծերը եւ միևնույն ժամանակ այնքան բարձր է նրանց օբյեկտիվության սանդղակները շատ բանով, որ նրանք ունեն իրենց մշտական լսարանները, այդ կուսակցության հետևորդների լսարանները եւ դրանք կարևոր դերակատարում են ունենում եւ հանրահայտ ԶԼՄ-ներ են նաեւ ամբողջ աշխարհում։ Մենք ասում եմ, ունենք ընդդիմադիր եւ այո, ձեր ասած այդ բանը դաժանում ցավոք սրտի դրանով է եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակային ընդդիմադիր եւ իշխանական մեդիաներ եւ Սերժ Սարգսյանի, որոնք անձերի
հետ են կապում, այսինքն ով եկավ իշխանության, նրա կողմնակից մեդիաներ եւ նրան հակադիր մեդիաներ։ Այս սանդղակը, այս բաժանում ընդհանրապես հիմքում սխալ է։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար։ Հեռուստադիտողներին հիշեցնենք, որ միշտ կապի մեջ Հայաստանը եւ 2026-ի ընտրությունները կարող են տեսնել regioncenter.info կայքում, ռեգիոն հետազոտական կենտրոնի կայքում, իսկ իմ հյուրը կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։